Աշխատանքային եւ կառուցապատման որոշ իրավահարաբերություններից բխող վեճերը եւս ենթակա կլինեն պարտադիր հաշտարարության։ Աշխատողը կամ գործատուն չեն կարող միանգամից մտնել դատարան, նախ պետք է անցնեն պարտադիր հաշտարարության արտադատական կարգը։ Եթե չստացվի լուծել վեճը, հետո միայն գործը կգնա դատարան։ Գործընթացի կարևորությունը ստեղ կայանում է նրանում, որ կողմերը պահպանում են իրենց միջև փոխհարաբերությունները, վեճերը ավելի արագ են լուծվում եւ ֆինանսական ծանրաբեռնվածությունը մեղմանում է կողմերի համար։ Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է նման կերպ լուծել նաև կառուցվող բնակարաններում քաղաքացիների հետ կնքվող գնման իրավունքի պայմանագրերից բխող վեճերը։ Այս դեպքում եւս եթե չհաջողվի հաշտարարությամբ լուծել խնդիրը, նոր կողմերը կարող են դիմել դատարան։ Ուղիղ դատականատյան դիմելու հնարավորություն չի լինելու։ Կարծում եմ, որ պետության նպատակը հաշտարարության ինստիտուտի զարգացումն է, որպես վեճերի այլընտրանքային ժամանակակից քաղաքակիրթ լուծման մեխանիզմ։ Հուլիսի 1-ից պարտադիր հաշտարարության գործեր են ընտանեկան վեճերը, ամուսնալուծություն, երեխաների տեսակցության կարգ, ալիմենտ, երեխայի դաստիարակություն, շփման, բնակության վայրի որոշելու հետ կապված հարցեր, նաև առողջության ապահովագրության իրավահարաբերություններից ծագող վեճերը։ Պարտադիր հաշտարարության գործարկումից հետո նվազել է ընտանեկան գործերով դատարան ներկայացվող հայցադիմումների թիվը։ 2025-ի երկրորդ կիսամյակում ստացվել է 660 հայցադիմում, վարույթ է ընդունվել 531-ը։ 2024-ի նույն ժամանակահատվածում ստացվել է 1476 հայց, վարույթ է ընդունվել 1234-ը։ Վարույթ ընդունված հայցադիմումների թիվը նվազել է 60%-ով։ Մինչև 2 ժամ տևող հաշտարարության համար վճարվելիք գումարի չափը հստակ սահմանված է կառավարության որոշմամբ եւ այն չի կարող լինել ավել, քան 45000 դրամը։ Նշեմ նաև, որ հաշտարարը ձեզանից չի կարող պահանջել հավելյալ գումար հաշտարարության ավարտի արձանագրությունը կազմելու համար։ Պալատն այս պահին ունի պարտադիր հաշտարարության վերաբերյալ ավելի քան 1100 դիմում, որից 30%-ը ավարտվել է հաշտության համաձայնությամբ։ Ես եմ համակարգի միջոցով եմ մուտքագրվում դիմումը, եթե ուզում ենք դիմում մուտքագրենք, նոր դիմում ենք տալիս, ուստեղ արդեն գործի տեսակը ընտրում ենք համապատասխան, եթե չկա այն բանը այլ ենք նշում, կցում ենք դիմումը, համապատասխան փաստաթղթերը, ով է դիմումատուն, հաստատել ենք տալիս, հաստատելու դեպքում վերջ արդեն համակարգը ավտոմատ ընտրում է հաշտարարի։ 125 հաշտարարից 40-ն են զբաղվում պարտադիր հաշտարարությամբ։ Ամերիկյան համալսարանի հետ գործակցությամբ պալատը արդեն Երևանում հասցե ունի։ Հաշտարարները, ովքեր ուզում են իրենց հաշտարարական հանդիպումները, հաշտարարական գործընթացը կազմակերպել հաշտարարների պալատում, հաշտարարների պալատը տրամադրում է համանման տարածքներ։ Հաշտարարների պալատը իրականացնում է նաև իրազեկման աշխատանքներ։ Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների մասնակցությամբ մարտին կազմակերպվել է գարնանային դպրոց, որի ընթացքում սովորողները ձեռք են բերել տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ։ Մայա Խաչատրյան, Էդգար Դավթյան, լուրեր։